Շնորհակալություն պատմական դատարան, ես որոշումը կներկայացնեմ զուգահեռաբար հենց վերկայացնում եմ հաստատքի անվանել եմ դիրքորոշում իշխանություն և փոխանցեմ դատարանին։ Պատմական դատարան Սամվել Կարապետյանը արդեն շուրջ 13 ամիս է ինչ կալանավորված է։ Կալանավորված է ինչ քրեական վարույթի շրջանակներում իբրև հաստաբան օրինականության, իրավաչափության տեսանկյունից պատասխան մինչ օրս չեն կարողացել տալ իմ պաշտպանյանին։ Ձևական առումով կարող են կարդալ մեղադրանքի որոշումը, մեղադրական եզրակացությունը, բայց երբ մի պարզ հարց է հնչում, թե ի վերջո ինչու է մեղադրվում Սամվել Կարապետյանը, ոչ մեր ձևով, ոչ այլ ձևով պատասխան չեն կարողանում տալ։ Բայց փաստը նա է, որ 13 ամիս է ինչ կալանավորված է։ Մենք խոսում ենք ինտենսիվ խափանման միջոցի մասին, մենք խոսում ենք խափանման միջոցի պահպանման մասին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական ամենակարևոր իրադարձության ժամանակահատվածում։ Պատմական դատարան այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ իրավական բնույթի փաստ է, որ Սամվել Կարապետյանը մասնակցեց քաղաքական գործընթացների տնային կալանքի պայմաններում։ Արդյոք դրա շրջանակներում հնարավորությունը, որ ընձեռվեց այլևս ձեր որոշմամբ, որ տեսակցությունների, շփման և հաղորդակցման սահմանափակումների մեղմացում տեղի ունեցավ, կարևոր էր, միանշանակ կարևոր։ Այդ ժամանակահատվածում մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Սամվել Կարապետյանը, որպես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ և ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, ունեցավ հանդիպումներ գրեթե 20,000 մեր հայրենակիցների հետ։ Շրջանակը իսկապես աննախադեպ է։ Տնային կալանքի պայմաններում նման ծավալի հաղորդակցումը աննախադեպ է։ Ունեցավ հաղորդակցում բազմաթիվ զանգվածային լրատվության միջոցների հետ։ Լինի դա ուղիղ եթերի ձևաչափով, լինի դա միջազգային մանրումի հետ հաղորդակցումը եւ այլն։ Այդ ողջ ժամանակահատվածում մի հարց է հիշեցնում։ Այս դեռևս մեզ համար չպարզված քրեական վարույթի շրջանակներում ապացուցման ինչ-որ գործընթացի միջամտել Սամվել Կարապետյանը։ Ունենալով այն հեղինակությունը, որը ունի, որևէ ձևով միջամտեց, որևէ ձևով այս քրեական վարույթը դուժեց, ոչ։ Ավելի պատվարժան դատարան ես իսկապես պրոբացիայի ծառայությանը դիմեցի, խնդրելով, որ ստանա պարզաբանում 2026 թվականի ապրիլի 19-ին հաջորդած ժամանակահատվածում, այդ թվում փաստը վկայակոչելով, որ հազարավոր անձանց հետ ունեցել է հանդիպումներ, որևէ ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ տվյալ ունեն, թե ոչ, իրենց վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակների պայմաններում ինչ-որ խնդիր տեսել են, թե ոչ, եւ ինչ ենք պարզում պատվարժան դատարան, այսինքն շուրջ 3 ամիս տնային կալանք, հազարավոր անձանց հետ հանդիպումներ, հյուրընկալում, շփում, հաղորդակցում, բայց խնդիր ունեցել ենք։ Սարգի Մարտկոցը 2026 թվականի հունիսի 12-ին մի քանի ժամով նստել էր։ Մարտկոցը, այսինքն 3 ամիս խոչընդոտելու ռիսկը հիշեցման կարգով, որպես խնդիր արձանագրման պայմաններում, միակ խնդիրը, որ պրոբացիայի ծառայությունը տեսել է, դա էլեկտրոնային հսկողության Սարգի Մարտկոցի խնդիրն էր։ Դա էլ հարց է, Մարտկոցի խնդրի հետ կապված մեր կողմից էր խնդիրը, թե ամեն դեպքում Մարտկոցը ինքնին խնդիր ուներ, որտեղ Սամվել Կարապետյանը նաև Հայաստանի Հանրապետությունում երևի թե միակ տնային կալանքի պայմաններում գտնվող անձն է, ում էլեկտրոնային հսկողության սարքը քանիցս փոփոխվել։ Ես դեռևս ապրիլին էի դրա մասին տեղեկացրել դատարանին, այս խնդիրը բոլոր դեպքերում գոյություն ունի։ Ինչով է դա պայմանավորված, մի օր երևի թե գաղտնի տվյալների հանրայնացման պայմաններում կիմանանք, բայց ամեն դեպքում պրոբացիայի ծառայության կողմից տրամադրած էլեկտրոնային հսկողության սարքի Մարտկոցի հետ կապված խնդիր եղել է։ Եվ մենք շատ ցավում ենք դրա համար, բայց ստացվում է տնային կալանք, խոչընդոտելու ռիսկի հետ վկայակոչում եւ ոչ մի տվյալ ոչ պատշաճ վարքագծի մասին, բացառությամբ Մարտկոցի։ Շատ ցավում ենք Մարտկոցի համար։ Պատվարժան դատարան, այսինքն եթե sense խմբավորված դիտարկենք, ունենք մի իրավիճակ, որ Սամվել Կարապետյանը ամենահնարավոր ակտիվ վարքագիծն է դրսևորել տնային կալանքի պայմաններում,
ունեցել ենք թվով 10 դատական նիստ, մեր կողմից դրա տեսանկյունից պարտականությունների նկատմամբ դրսևորվել է բացառիկ ուտաճանություն, այսինքն նաև պաշտպանների կողմից, նաև չնայած այն հանգամանքի, որ նախընտրական քարոզարշավի պայմաններում են գտնվել, դատարանը որոշակի իմաստով դա հաշվի առել է, որոշակի իմաստով հաշվի չի առել, որտեղ մենք այդ ժամանակահատվածում ենք դատական նիստեր ունեցել։ Եվ ես այստեղ ունեմ հետևյալ որոշումը, որ դատարանի կողմից նախքան բուն խափանման միջոցի արդի քննարկման մեկնարկը արձանագրվեց, որ ջանասիրության հետ կապված խնդիր չի եղել։ Մենք ենք գտնում, որ դատարանը ջանասիրության տեսանկյունից անհրաժեշտ գործողություն է կատարել։ Դե եթե դատարանի կողմից ջանասիրության հետ կապված խնդիր չկա, ուրեմն չի կարող իրավաչափության պայմանի փոփոխություն չլինել, որովհետև ջանասիրության պահպանումը անազատության մեջ գտնվող մեղադրյալի պայմաններում ուղղված է հենց այդ մեկ խնդրին առաջնայինորեն ռիսկերի նվազում։ Ռիսկերը չեն կարող ստատիկ լինել։ Դա դեռևս ունենք Յաժինսկին ընդդեմ Լեհաստանի նախադեպային որոշման պայմաններում եվրոպական դատարանի, ունենք նաև սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներում բացահայտման տրամաբանության։ Չի կարող ռիսկը լինել ստատիկ։ Դրանք դինամիկ։ Դինամիկ լինելու պայմաններում Պատվարժան դատարան 20,000 անձի հանդիպած լինելու պայմաններում, եթե խոչընդոտելու ռիսկը չի նվազում, անկեղծորեն չեն պատկերացնում, ուրեմն ոնց կարա ինքը լինի դինամիկ իրավաչափության պայմաններ։ Հաստատ համար երկու պատվարժան դատարան։ Սամվել Կարապետյանը միակ տնային կալանքի պայմաններում գտնվող անձն է, ում ոստիկանության ծառայողները հատուկ վերաբերմունք ունեն այն տրամաբանության, որ վերջինից մշտապես ուղեկցում են ՀՈԳՎ, ՀՑՎ, Երևան քաղաքի ուղեկցող աշխատակիցները։ Իհարկե այս ապահումը որպես այդպիսին բովանդակություն այդքան էլ չի հաղորդում դիրքորոշումս, եկեք այն ձևակերպենք։ Սամվել Կարապետյանին կառավարված անձանց համար նախատեսված ուղեկցող ծառայողական ավտոմեքենա։ Ես նշվածի վերաբերյալ դերակցություն իրականացրեցի ներքին գործերի նախարարության հետ։ Ստացա իրենց հավաստումը պատվարժան դատարան շատ սպառիչ պատասխաներ չակերտներում, որ որևէ խտրական վերաբերմունք չկա, պարզապես ծանրաբեռնվածությունն է եւ ոստիկանության ծառայողները ունեն միացություն աջակցելու պրոբացիայի ծառայության։ Իդեպ աջակցություն բառը պատվարժան դատարան իմ համեստ կարծիքով իրենից ենթադրում է, որ պրոբացիան մի բան անում է, դրա շրջանակները ոստիկանությունը աջակցում է։ Աջակցել բառը կարծես թե չի նշանակում փոխարինում։ Իդեպ կառավարության վերաբերելի որոշումները, որոնք նշվել են նաև ինձ պատասխան վերության մեջ, ուղիղ նախատեսում են բացառապես աջակցելու լիազորություն, աջակցելու իրավասություն, ոչ թե փոխարինում։ Իդեպ նաև նույն ոստիկանության կողմից ստացված պատասխաններում միշտ նշվում է, որ իրենք այդ աջակցելու գործառույթը իրականացնում են բարույթ իրականացող մարդու դրության հիման վրա։ Սամվել Կարապետյանի գործը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ բարույթ իրականացող մարդուն իրենց չի գրում։ Դատարանը ոստիկանությանը չի գրում, բայց ոստիկանությունը գալիս է։ Ոնց է հայտնվում ոստիկանությունը այդ դեպքում, երևի թե դա նաև իրավունքի դիրքից դուրս պետք է մի օր հետազոտման առաջադառնա։ Որովհետև այո, այս գործով մենք դա ենք տեսել, հատուկ ուզում եմ ընդգծել, որ այո, դատարանի կողմից որպես բարույթ իրականացնող մարմին միջոցներ նշվածի ուղղությամբ ձեռնարկվել, բայց լուծում չի եղել։ Պատվարժան դատարան ես գտնում եմ, որ մենք ունենք պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունների տապալման դեպք, հերթական դեպք։ Հերթական բոլոր դեպքերում, որովհետև գործ ունենք ըստ էության ակնհայտ ակնառու ապօրինությունների հետ Սամվել Կարապետյանի գործով, որը այո մեկնարկել է 2025 թվականի հունիսի 17-ից Մայրաքորը պաշտպանող մեկնարկատեսության համար, որը եւ շարունակում է մինչ օրս։ Բայց պատվարժան դատարան, որ ունենանք իրավիճակ, որ հանրային հնչեղություն ունեցող, ես նույնիսկ չեմ ուզում թվարկել անձանց, որտեղ դա այդքան ակնհայտ է, որտեղ անձին լինելով տնային կալանքի պայմաններում երբեք նշված ծառայողական ավտոմեքենայով, որը կալանավորված անձանց համար է նախատեսված, երբեք չեն ուղեկցել։ Դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում միայն Սամվել Կարապետյանի դեպքում։ Իդեպ նաեւ ինձ տրված պատասխանից պարզ է դառնում, որ կգին
ծանրաբեռնվածությունն է պատճառը, պատվաշան դատարան։ Այսինքն, օրինակ, քանաքերձ ունի ոստիկանության բաժանմունքը, հենց լսում է, որ Սամվել Կարապետյանի դատական նիստ կա, չգիտեն որտեղից է լսում, նաև որովհետև դատարանը օրինակ չի իրազեկում իրենց, երբ պրոբացիայի հետ հատուկ խողովակներ գոյություն ունեն, դրա շրջանակում հենց դրա մասին տեղեկանում են, աննախադեպ ծանրաբեռնվածության մեջ Ընդհատում մի պարզաբանում, որպեսզի բռնություն չլինի։ Հիմա մեկ անգամ հաստատ առավելագույնը երկու անգամ որ դատարանը ոստիկանության գույություն չի հասցրել, Սամվել Կարապետյանի ուղեկցությունը իրականացնելու հետ կապված։ Ինչի մասին նախորդին տեղի ունեցած դատական նիստերում դատարանը այդ գրավության բովանդակությունները բացահայտել։ Իսկ երբ որ պրոբացիայի ծառայությունից պատասխան գույություն է ստացել, որ իրեն նման լիավորություն չունեն, ինչ-որ պայմանավորված ոստիկանության միջոցով է ուղեկցությունը իրականացվել այն ժամանակ, երբ որ ոստիկանությանը դատարանը գույություն չէր հասցրել, եւ հարցը դա ինչպես տեղի ունեցավ, պրոբացիայի ծառայությունն էր ոստիկանությանը դիմել, որպեսզի իրականացվի ուղեկցությունը։ Այդ դեպքից հետո նորից դատարանը դատական նիստերից առաջ կամ անգամ դեպքում ոստիկանության կարգավորություն հասցրելն է ուղեկցություն իրականացնելու համար։ Իսկ ոստիկանությունը որպես գերատեսչություն արդեն ինչպես է կազմակերպում ուղեկցությունը ձեր կողմից գրավության արդյունքում ձեզ համար երբ բացահայտվեք։ Պատվաշան դատարանը նաև հենց նշված բացահայտման շրջանակում վերաբերելի կառավարության որոշումը, որը նաև համայնացրեցի, ըստ էության չի տալիս հնարավորություն կրկին ոստիկանությանը փոխարինելու պրոբացիայի ծառայությանը։ Կներեք ընդհատեմ աջակցելու հետ կապված է մի անգամ դատարանը իր գնահատման պարզաբանում կողմերին տրամադրել է, որ այն վերաբերելի իրավական ակտերին նորմերով կան, դրան ոչ թե աջակցման մասին, այլ հենց ոստիկանության պարտականության մասին, անկախ նրանից, որ կարող է ուղիղ գրված չտնեն գտնվող անձանց ուղեկցություն իրականացնելու համար, բայց այն ինչ որ կա, դրանք ոստիկանության համար առաջացնում են պարտականություն իրականացնելու ուղեկցություն։ Ես ոչ թե պատահում արդեն դատարան դատարան լսելով ձեր դիրքորոշումը, ըստ էության ես ոչ թե ոստիկանության իրավասությունն եմ կասկածի տակ, այլ ես դրա իրականացման ձևն եմ կասկածի տակ դնում օրինականության տեսանկյունից, վկայակոչելով նաև դրա իրավական հիմք իրենք պարզապես կարող են աջակցել։ Դա նշանակում է պրոբացիայի ծառայությունը չի կարող անվասնանալ այս գործընթացից։ Այս կողմից ես կրկին կպնդեմ, որ Հայաստանի Հանրապետությունում նման այլ դեպք չկա, զուտ նաև ելնելով, որ բոլոր տեսակ տնային կառավարքի պայմաններում գտնվող նաև հանրային հնչեղություն ունեցող գործերի շրջանակներում անձանց երբևէ այն ոստիկանության ծառայական ավտոմեքենական ուղեկցությունն է իրականացնում Սամվել Կարապետյանի դեպքում չի իրականացվում։ Բայց այս դեպքում հենց այդ սելեկտիվ մոտեցումը առկա է։ Մոտեցում, որը ուղիղ հակասության մեջ է մտնում նաև կոնվենցիայի թե երրորդ հոդվածի տեսանկյունից, որովհետև էության մեջ դրա նպատակը քողարկված չէ, էության մեջ դրա նպատակը լրիվ այն է, որովհետև ես վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվորեն կարող է ունենալ այնքան նաև հենց անաչառությունը, որ գնահատի ինչպես է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում միշտ ծայրահեղ ծանրաբեռնված են լինում ոստիկանության այլ համապատասխան ստորաբաժանումը, որ իրավիճակ, այսպես ասած, արհեստական ստեղծվի ուղեկցումը հենց այսպես կազմակերպելու համար։ Իսկ պատվարժան դատարան այս ուղեկցման խնդիրը մեր գործողության լուծում է, խափանման միջոցով փոխողման։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչպես դատարանները ունեն պարտականություն գնահատելու անձի առողջական վիճակի հետ կապված հանգամանքների դեպքում խափանման միջոցի փոփոխման հարցը, եթե պետության իրավասու մարմինները անգործության մեջ են։ Եվ նշվածի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպերը առավել քան խոսուն են։ Դրա վերաբերյալ նաև եվրոպական դատարանի նախադեպերն են առավել քան խոսուն։ Եվ ես գտնում եմ, որ այս դեպքում մենք այդ անալոգիան իրավական դիրքորոշումների տրամաբանության կարող ենք իրացնել։ Ավելին, ես գտնում եմ, որ դատարանը պարտավոր է այն իրականացնել։ Շարունակելով, հաստատ համար 3 ուզում կոչել։ Պատվաշան դատարանը այնպես է ստացվել, որ Սամվել Կարապետյանը լինելով ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Նշված ունեն հանքային տիրություն ևս քննարկվել է, դեռևս արկա է նոր նախապետեր ստեղծելու հնարավորություն երևի թե Սամվել Կարապետյանը միակն է օգտանային կալանքի պայմաններում գտնվելու հաստի բացահայտման շրջանակներում, ում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է հստակ պահանջ հայտարարել ներկայացնելու։ Այսինքն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացված է դրա մասին, բայց պահանջը ներկայացրել է։ 30 օրյա ժամկետի իբրև խախտման հիմքով վարչական վարույթ է հարուցել։ Վարչական վարույթի շրջանակներում եւ ի վերջո նաեւ նշված հանգամանքները վերստին ներկայացվեցին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշեց հետաձգել վարչական վարույթի շրջանակներում նշանակված նիստը, իդեպ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկում պետք է դեռևս տեղի ունենա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտնում է, որ հայտարարակի լրացնելու համար անձի կողմից բանկեր եւ համապատասխան այլ մարմիններ այցելելը անհրաժեշտություն։ Ճիշտ ասած մենք դա գիտեինք, որ անհրաժեշտություն է եւ հենց դրա համար էլ ասում ենք, որ վարույթ չի կարող հարուցվել, բայց երևի թե հետագայում բացահայտվեց։ Ամեն դեպքում պատվարժան դատարան վարույթը ոչ թե կասեցվել է, այլ հետաձգվել է 10 օրյա ժամկետով։ Այդ որոշումը կայացվել է 2026 թվականի հուլիսի 2։ Դրան նախորդող ժամանակահատվածում է հուլիսի 23-ին ևս նման որոշում կայացվել։ Մենք ինչ-որ իմաստով պատվարժան դատարան գտնում ենք, որ սա ևս մի հաստատ է, որը պետք է գնահատվի։ Այսինքն մեկ իրավասու մարմին ևս գտնում է ողջամտորեն, որ պետք է իրավաչափության պայմանը գնահատվի նաև դրա մյուսի ներքո։ Ստեղ պարզապես օբյեկտիվ իրականության հետ գործում։ Հիմա պատվարժան դատարան, երբ դուք ի սկզբանե քննում եք Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, այդ ժամանակ Սամվել Կարապետյանի կուսակցության նախագահ լինելու կարգավիճակը պայմանականորեն նոր է բացահայտված դատարանի համար։ Այս 3 ամիսները դուք որպես վարույթ իրականացնող մարմին, կարծում եմ առավել քան կարող էին նաև նշված կարգավիճակի շրջանակներում անձի դրսևորած վարքագիծը, դրանից բխող պարտականությունների առկայությունը գնահատել։ Եվ խնդրում ենք, որ դա ևս գնահատել։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ վկայակոչել պատվարժան դատարան, դա Վճռաբեկ դատարանի 2026 թվականի մայիսի 9-ի որոշում։ Մենք առիթ ունեցել էինք այս հանգամանքը վկայակոչելու, հիմա ևս գտնում եմ, որ առավել քան ակտուալ է նշվածի վկայակոչումը։ Ըստ Վճռաբեկ դատարանի, ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակել։ Պատվարժան դատարան, մենք ինչ ծանրակշիռ փաստարկ լսեցինք հանրային մեղադրողից, որ Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանավորված։ Այսինքն, որ 13 ամիս տևող կալանքը լինի 16 ամիս տևող։ Լուրջ, օրինակ, որն այդ ծանրակշիռ փաստարկը, ես անկեղծորեն ուզում եմ հասկանալ։ Հանրային մեղադրողի խոսքի, եթե ժամկետային տևողությունը գնահատենք, այն տևեց շուրջ 5 րոպե։ Շուրջ 5 րոպե տևի, որ անձը 16 ամիս լինի կալանավորված։ Ես չեմ պնդում, որ հանրային մեղադրողը թող խոսեր պայմանական 1 ժամ։ Ես խոսում եմ նրա մասին, որ այո, կարող է 5 րոպեվա ընթացքում օրինակ ասել, այսօրը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, նախորդ օրը այս կերպ է խոչընդոտել ապացուցման գործընթացի կամ չգիտեմ, այսպիսի ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Հակառակը, ես հանրային մեղադրողից նաև լսեցի, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Բայց ստացվում է այդ 5 րոպեվա ընթացքում մենք կարող ենք արձանագրելով հանդերձ, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել, բայց որ 16 ամիս լինի կալանավորված։ Ես այստեղ ուղղակի իրավունքի էությունը չեմ կարողանում բացահայտել, որովհետև եթե իրավաչափության պայմանները դինամիկ են, անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը պետք է չէ հետևանք ունենա։ Հետևանքներից մեկը անձի վարքագծի կանխատեսական այդ ռիսկերի վերանայումն է։ Բայց 3 ամիս անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Դրան նախորդող 10 ամիսների ընթացքում էլ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Դա ինչ-որ բան փոխում է, կարող է ապելից պատվարժան դատարան մի հարց կամ պատասխան առաջանա, որ անձը միշտ պատշաճ վարքագիծ է դրսևորում։ Ողջամտորեն կարող է, չէ՞, այսինքն նժարի վրա որտեղում ենք հավանականությունները, որ մեկն է ավելի հավանական։
թե օրինակ պատվաստան դատարանը ըստ հանրային մեղադրողի 20,000 մարդու հանդիպած Սամվել Կարապետյանը պետք է հենց խափանման միջոցը փոփոխվի, նվազագույնի սկզբունքը առաջնորդվի, այդ ժամանակ սկսի հանդիպել այս գործով մեր գրաված անձանց, ում իդեպ մի կարևոր հանգամանք կա, չի էլ ճանաչում։ Այսինքն այդ հանդիպելու եւ միջամտելու տեսանկյունից երևի մենք պետք է խնդրենք մեզ օգնեն, որ մենք իմանանք ոնց միջամտենք։ Իսկ ավար 20,000 հոգու մեջ եղել են։ Իսկ պատվաստան դատարան ամբողջ հարցը ինչու՞մն է։ Դուք կարծում եք Սամվել Կարապետյանը, ով ոստիկանության ծառայողների կողմից մշտապես մշտադիտարկման պայմաններում է գտնվել։ Ավելին, այս 20,000 անձանց մեջ ես վստահ եմ ոստիկանության ծառայողներ են եղել քաղաքացիական համազգեստով, ովքեր եկել եւ հանդիպել են Սամվել Կարապետյանին։ Այլ հարց կարող է իրանք չգիտեն, որ մենք գիտենք։ Խնդիրը ինչու՞մն է։ Այդ աստիճան հսկողության պայմաններում 20,000 անձի հանդիպելու պայմաններում դուք պատկերացրեք, եթե նույնիսկ այդ պոտենցիալ ապացուցման գործընթացին խոչընդոտելու նույնիսկ կներեք օրին հարգանքով բոլոր այն անձանց ում պոտենցիալ մենք պետք է խոչընդոտենք։ Նույնիսկ ականջը լիներ Սամվել Կարապետյանի տանը, ես վստահ եմ մենք շատ ավելի շուտ ունեցել էինք հրատապ դատական նիստ պատվաստան դատարան, որտեղ պետք է խոսեինք ոչ պատշաճ վարքագծի մասին։ Բայց պատկերացրեք այդ աստիճան հսկողության իրացման պայմաններում մենք ունենք փաստը, թե պրոբացիայից, թե նաև հանրային մեղադրողը իր դիրքորոշումը ներկայացնելուց ընդգծում է, որ դա չի եղել։ Հիմա պատվաստան դատարան, որ դա չի եղել, ոնց դա հետևանք չունեն։ Ոնց չունեն, այսինքն դա է մեր ամբողջ ասած։ Հիմա մենք չլսեցինք ծանրակշիռ փաստարկ, թե ինչի համար 13 ամիս տևող կալանքը պետք է երկարաձգվի։ Մենք դա չենք լսել պատվաստան դատարան, որ դա չենք լսել։ Ոնց դրա բացասական հետևանքը, եթե տենց կա, որտեղ գիտեք, ես համարում եմ, այստեղ բացասական հետևանք չկա։ Ես համարում եմ, բոլորս պետք է համակարգիչ լինենք ազատության կանխավարկածի շուրջ։ Կանխավարկածը միշտ գործում է օգուտ ազատ արձակման։ Այստեղ մենք վեճ պետքա չունենանք, այսինքն հանրային մեղադրողի հետ կարող ապացույցների վերաբերյալ վեճ ունենանք, երբ դրանք հետազոտելիս լինեն։ Այլ հարցերի շուրջ, բայց ոչ անձի ազատության կանխավարկածի, որի նկատմամբ պարտականություն իրենք են։ Ոչ միայն դատարանը։ Իրավունքի գերակայությունը բոլորի համար է։ Առաջին հերթին հանրային իշխանության ներկայացուցիչների, լինի դատարանը, լինի դատախազությունը եւ այլն։ Պատվաստան դատարան մյուս հանգամանքը, որ արդեն այս միջնորդության շրջանակներն են ուզում ներկայացնել։ Այո, Սամվել Կարապետյանի նկատմամբ կին աննախադեպ չափի գրավ է իրացած։ Մենք առաջարկում ենք դա ավելացնել պատվաստան դատարանը։ Թեև հակառակը պետք է դիրքորոշման ներկայացնել։ Ասենք մենք պնդում ենք, որ այն պետք է նվազեցվի, որտեղ եթե 3 ամիսը տևել դինամիկ պրոցես, պատշաճ վարքագիծ է դրսևորվում, հետևանքներից մեկը նաև պետք է լիներ գրավի չափի նվազման տրամաբանության վերանայման։ Մենք առաջարկում ենք այն ավելացնել։ Որովհետև մենք պատկերացնում ենք, որ այո, մենք ինքներս թող միջոց ձեռնարկենք, որ անձի ազատության կանխավարկածը գործի պատվաստան դատարան, այլ ոչ թե խախտի։ Ոչ թե տրորվի իրավունքը, այլ գերակայ իսկապես։ Մենք նաև այդ իմաստով 400 միլիոնի առաջարկությունը ներկայացնում հանրագումարային այդպիսին եւ կարծում եմ պատվաստան դատարան, որ նման պայմաններում ուղղակի ողջամիտ իրականության եւ համակցության մեջ գնահատում են անձի դրսեւորած վարքագիծը, ակտիվ վարքագիծը, դրա պայմաններում պատշաճ վարքագիծը, միատեղ նաեւ երաշխիքի ավելացումը, որի պարտականությունը չունենք, որովհետեւ ինչպես հենց վճռաբեկ դատարաններն նշել է, մենք անհրաժեշտ եւ բավարար հիմքեր անձի ազատ արձակման տեսանկյունից ապահովելու կարող ենք չներկայացնել, որտեղ հակառակին նա պետք ծանրակշիռ փաստարկել։ Ոստիկանության նման է կան։ Պարտականություն չունեք, բայց ուզում եք աջակցել։ Դե սիպաս, ստեղծված իրավիճակում դա էլ անենք, պատվաստան դատարան, եթե դա կնպաստի իսկապես իրավունքի ապահովման։ Պատվաստան դատարան մյուս հանգամանքը, որը ուզում ենք նշել։ Այդ առումով թեկուզ 5 րոպե տևողությամբ, բայց դրական իմաստով եմ ուզում ընդգծել։ Ինչ-որ իմաստով կարևոր էր, որ թեև նախնական հենց պարզապես խոսքի շրջանակներում նշեցինք ապացույցների հետազոտման ծավալի հետ կապված, եւ այստեղ կարևոր էր, որ պայմանականորեն ապրիլի 17-ի դատական նիստի շրջանակներում նշված հարցը չէր քննարկվել։
Այսօր մենք ունեցանք նաև հանրային մեղադրողի դիրքորոշում, ապացուցման ենթակա ծավալի հետազոտման շրջանակ հետ կապված մենք պարզաբանումը ստացել ենք։ Դա մեղադրական եզրակացության հետ ներկայացված է։ Ոչ մի նոր տվյալ այդտեղ չկա։ Ես հիշում եմ պաշտպանության կողմից ներկայացվող վկաների վերաբերյալ հենց հակակոռուպցիոն դատարանում ներկայացվելը մի տրամաբանական հանգամանք ունի։ Ասում եմ, եթե պաշտպանության կողմն է ներկայացնում ինչ-որ մի անձի որպես վկա լսելու վերաբերյալ եւ իր դիրքորոշումը հետազոտել, հա։ Չէ՞ որ բարձր ինչեր է պետք է հաղորդակցություն, չէ՞։ Այսինքն այդտեղ չի կարող ռիսկի աստիճանը գնահատվել այնպես, ինչպես պայմանականորեն մեղադրանքի կողմից ներկայացվող ապացույցի ծավալից։ Նա օրինակ բազմաթիվ գործերով հաստատանական հարցման ենք ենթարկում, արդյունքը ստանում ենք, դրանից հետո նոր դա որպես միջնորդություն ներկայացնում ենք։ Այս ասում է հաղորդակցություն է, չէ՞ հետը։ Այսինքն պաշտպանության կողմից նշված դիրքորոշումը որպես իրավունք իդեպ իրացվող երբեք չի կարող բացասական լույսի ներքո մեկնաբանվել հնարավոր խափանման միջոցի ինտենսիվությունը հիմնավորելու մասով։ Հետևաբար պատվարժան դատարան գտնում են դատարանի կողմից վկայակոչած նշված ռիսկը իրավաչափության պայմանների տեսանկյունից փոփոխվել է։ Չի կարող նույնությամբ լինել ինչ ապրիլի 17-ին, հատկապես նաև հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 9-ին ներկայացված դիրքորոշման պայմաններում, այլևս հանրային մեղադրողի կողմից բացահայտված։ Եվ ես վստահ եմ նաև դատարանը նշված է ևս դինամիկ կարգով կարող է եւ պետք է գնահատել, որպես իրապես իրավաչափության պայմանների վերաբերող անկյունաքարային տվյալ։ Պատվարժան դատարանը այս քրեական բարույթի առանձնահատկությունները բացահայտել է դեռևս 2025 թվականի հոկտեմբեր ամսին։ Եվ 2025 թվականի հոկտեմբեր ամսին այն բացահայտելով, հետագայում վերադառնալով դրան 2026 թվականի հունվար ամսին, այնուհետև ապրիլից որպես բարույթ իրականացնող բանի գնահատելով այս գործի առանձնահատկությունները, դատարանը ունի բացառիկ առավելություն որևէ այլ դատավորի պարագայում, որովհետև այս գործի դինամիկան է դատարանը տեսել, կամ դինամիկայի բացակայությունը, որովհետև այն ինչ տեսել եք հոկտեմբեր ամսին, ըստ էության տեսնում եք նաև 26 թվականի հուլիսին։ Սա լավ է դեպատ է, թող դա գնահատի ի վերջո դատարանը, բայց ուզում եմ ասեմ անձի, կոնկրետ Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագծի տեսանկյունից կարծում եմ այս դինամիկան ժամանակային առավել քան բավարար է ճիշտ հետևության գալու համար։ Եվ պատվարժան դատարանը նպաստավորի սկզբունքը չի կարող չգործել։ Անկի չի կարող, դրա մասին է, չէ՞։ Այսինքն պետք է ընտրվի այնպիսի խափանման միջոց, որը իսկապես անհրաժեշտ է, իսկապես համաչափ է, իսկապես ողջամիտ է։ Դա նայենք առանց այս 3 չափորոշիչներից ոչ մեկին չի արտահայտվում։ Սամվել Կարապետյանի դեպքում։ Պատվարժան դատարան վերջին փաստարկը, որ ուզում եմ նկարահանել, հետևյալն է։ Սա ի վերջո մեկ քրեական բարույթ։ Մեկ քրեական բարույթ, որի շրջանակներում կան մի քանի մեղադրյալներ։ Այո, յուրաքանչյուրի դեպքում պետք է առանձնահատուկ կերպով գնահատվի խափանման միջոցի հարցը։ Յուրաքանչյուր դեպքում։ Հիմա պատվարժան դատարան ունենք իրավիճակ, որ այն ինչ մերսագրվում է Սամվել Կարապետյանի տեխնիկական ձևակերպման copy-paste-ի դրամաբանության դրված է նաև մի դրվագի մասում այլ անձանց վերաբերյալ։ Ոնց ունեմ հասկանալ ոնց է ստացվում, որ քրեական բարույթ շատ կերպով ընթացք ստացել է, չի փլուզվել, ողջ համակարգը գնում է առաջ։ Դատարանն էլ այո արձանագրել է, որ ջանասիրություններ ապահովված են։ Այդ դեպքում ոչ նախնդիրը, որ նվազագույնի սկզբունքը չգործի Սամվել Կարապետյանի դեպքում։ Իդեպ անկեղծորեն պատվարժան դատարան մեր պատկերացումը վարչական հսկողության դեպքում դա ծայրահեղ միջոց է։ Մենք գտնում ենք իսկապես, որ Սամվել Կարապետյանի դեպքում միայն պարզապես գրավի կիրառումը որպես խափանման միջոց առավել քան բավարար լինելու է։ Սամվել Կարապետյանը հանրային գործունեություն իրականացնող անձ է պատվարժան դատարան։ Ես ուզում եմ այս հանգամանքը իսկապես գնահատի դատարան։
Սամվել Կարապետյանի կողմից բոլորիս համար անհասկանալի, բայց մյուս կողմից բոլորիս համար հասկանալի քաղաքական հետապնդման պայմաններ որևէ կերպ վարքագիծ ոչ պատշաճ դրսևորելը, այդ վնասը ոչ միայն զուտ իրավական կառուցակարգն է, գրավի բռնական ձուլը եւ այլն, դա հանրային հեղինակությանն է վնաս պատճառը, ու ոչ մտածենք հանուն ինչի, այսինքն մի գործի, որի հետ ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանը, բացառությամբ այն հատվածի, որ այո Սամվել Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցին եւ պաշտպանել է։ Եթե նշվածն է խոչընդոտելու ռիսկի տեսանկյունից խաղացի, եկեք ընդունենք, այո հայ առաքելական եկեղեցին պաշտպանել է Սամվել Կարապետյանը։ Եթե դա է խոչընդոտելու ռիսկը, ընդունում ենք։ Եթե դա Հայաստանի Հանրապետությունում իրավաչափության պայմանի տեսանկյունից ռիսկ է, սա դա։ Բայց կարծես այդպես չի պատվական դառնում, որովհետև հանրային մեղադրողը կարծես այլ դեպքի մասին է խոսում։ Մենք այլ դեպքի հետ առնչություն չունենք, որը ապացուցել ենք, որ չունենք պատվարժան դառնում վարքագծով։ Իրավական ամրագրումը դրա կստանանք ավարտին։ Մի հանգամանքել եմ ուզում նշել իրավաչափության պայմանների տեսանկյունից, պատվարժան դատարան, մենք ներկայացրել ենք քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Այդ միջնորդության շրջանակներում մենք բավականին լայն շրջանակ ենթադրող հարցերի ենք անդրադարձել։ Չեմ կարող դա նույնացնել նրա հետ ինչ մենք ունենանք հիմնական դատալսումների շրջանակներում, բայց առնվազն այնպիսի տվյալներ են բացահայտվել, որոնք էական նշանակություն ունեն։ Դրա վերաբերյալ ներկայացվել են հակափաստարկներ, որոնք էական նշանակություն ունեն։ Դատարանի կողմից դրա վերաբերյալ հնչեցվել են հարցադրումներ, որոնք էական նշանակություն ունեն։ Իրավաչափության պայմանի տեսանկյունից չի կարող հարցը դիտարկվել զուտ նախնական դատալսումների փուլում ընդեր, թե ոչ։ Յուրաքանչյուր հարցի իրենից բովանդակություն է ենթադրում։ Յուրաքանչյուր հարց եւ ես համարում եմ առնվազն, որտեղ գրավոր միջնորդություն է ներկայացրել։ Քրեական հետապնդման դադարեցման հետ կապված կառուցվածքի իմաստով մենք բավականին լայն միջնորդություն ենք ներկայացրել։ Մեր դրվագները բավականին խորությամբ ենք գնահատել։ Սա էլ պետք է ազդեցություն ունենա։ Չի կարող չունենա։ Պատվարժան դատարան իհարկե իրավական հաստատում չի հանդիսանում, բայց սա է նշել։ 2022 թվականի դեկտեմբեր ամսին, երբ վերադարձավ փաստաբանական գործունեությանը, նախանայիններով ազգային ժողովում հաղթանակով, մի քանի դատական նիստեր, որոնք կառանձնացնեի, դրանցից հենց մի քանիսը տեղի ունեցել ձեր նախագահության պատվարժան։ Այնպես է ստացվել, որ հավանականությունը բավականին բարձր է, որ կրկին փաստաբանական գործունեության առնվազն որոշակի ժամանակ կապված չեմ զբաղվել։ Ձեր նախագահությամբ հնարավոր է սա իմ վերջին դատական նիստն է, որին մասնակցում։ Իրավական փաստարկ չի բնակ։ Բայց պատվարժան դատարան ես անկեղծորեն հավատում եմ։ Նաև ելնելով հենց այն հանգամանքից, որ նշեցի ես, եթե մի քանի դատական նիստեր առանձնացնեն, մեկը կլիներ հենց ձեր նախագահության տեղն ունեցած նիստեր։ Ես տեսել եմ ինչպես է իրավունքը ապահովում։ Ես տեսել եմ ինչպես է իրավունքը պաշտպանում։ Տեսել եմ։ Անկեղծորեն, երբ շատերը օրինակ դա չէին պատկերացնի, բայց ես տեսել եմ դա։ Պատվարժան դատարան, անկեղծորեն եմ ասում։ Շատ հավատում եմ։ Երբեք չի եղել, որ չհավատամ։ Ես ցանկացած միջնորդությունը իսկապես անհավանական պայմաններում ներկայացնելու ընթացքում ես միշտ դրան հավատացել։ Այո, Հայաստանի Հանրապետության երևի 99%-ը կարծում էր, որ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է լինի տնային կառավարքի պայմաններում։ 99%-ը ճիշտ ուսեկավ, ես այն 1%-ի մեջ եմ։ Խաղաց։ Բայց ես հավատում եմ նրան, որ իսկապես չի կարող երբ վճռաբեկ դատարան ասում ծանրակշիռ փաստարկ ներկայացրել, թե ծանրակշիռ փաստարկը չլինի, բայց տնային կանանք լինի։ Ես հավատում եմ, որ տենց պետք է չլինի։
Եվ իսկապես նաև դրա համար կարծում եմ ներկայացրեցինք այնպիսի մեկ մեր երթին փաստարկներ առանձին խմբերով, որ կարող են բավարար լինել խափանման միջոցի փոփոխման։ Պատվաստան դատարան Հայաստանի Հանրապետություն չկա մարդ վստահ են դատանում, որ կարող է մտածել, որ Սամվել Կարապետյանը իր անցած կենսագրության, իր ունեցած ճանապարհը, որը իսկապես շատ է հայրենակիցների համար միշտ օրինակելի է։ Դրա պայմաններում պետք է ինչ-որ ապացուցման գործընթացի միջամտի ու ոչ մտքի, ինքնին դա վիրավորական։ Այսինքն մենակ դրա ռիսկի մակարդակում խոսելը դրա մասին վիրավորական։ Էլ չասեմ դրա ինչ-որ կերպ իրականության դառնալը։ Անհնար է։ Խնդրում եմ Պահպանյան դատարան առաջնորդվել նվազագույնի սկզբունքով փոփոխել Սամվել Կարապետյանի դատարան իրացած խափանամիջոցը մենք թե որ խափանամիջոցը դատարանը որոշի իրարել, ուրկետում եք իսկապես, որ նվազագույնի սկզբունք իրենց ենթադրում է հենց նույնիսկ բացառապես գրավի իրար։ Բացառապես։ Ու Պահպանյան դատարանը նաև կարծում եմ հենց կազմակերպչական իմաստով, բնավ չեմ ուզում միջամտել դատարանի իր նաև արձակուրդի իրավունքին եւ այլն, բայց փաստը նա է, որ մենք այս դատական նիստին հաջորդող տեղական ժամանակահատված նիստ չենք ուզում։ Դա դες լինում, նորմալ է։ Ուղղակի դրա նորմալության ամբողջականության համար դրա բացասական հետևանքը Սամվել Կարապետյանը չպետք է կրի։ Սա է ամբողջ հարցը։ Ու կարծում եմ նորմալ է ինչ որոշումը հենց տենց որ լինի։ Շնորհակալ Պահպանյան դատարան գրավում է փոխանցեն դիմում դիրքորոշում միջնորդություն և կարծում փաստաթուղթ։ Մի օրինակը կարող են հանային Ես պաշտպանում եմ Պատվարժան դատարան նաև փոխանցեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից համապատասխան որոշումը, պրոբացիայի ծառայությունից ստացված այս ողջ ժամանակահատվածում միայն մարդկոցի հետ կապված անհանգստության վերաբերյալ տվյալը, պրոբացիայի ծառայությունից զրույցը թե ինչպես է ստացվում, որ ուղեկցում իրենց կողմից չի իրականացվում և ոստիկանության կողմից նաև ստացված պատասխանները։